հայրենակիցներ, պարոն Թունյան, մեր բերած փաստերի մեջ մանիպուլյացիաներ չկան։ Գնումների իրականացումը այնպես, ինչպես կարգն է, նախորդ գնման պլանով կապված գնման առարկայի գնի չափից, ներառվում է գնման պլանում մրցույթի ձևը։ Բերեք վիճակագրությունը անենք եւ տեսնենք, քանի գնման նախորդ պլանավորած ձև եղել, որոնք ընթացքում եւ մեր նախարարության ներկայացուցիչ պարոն Ավանեսյանն ասում է պետական պատկան մարմնի իրավասությունը գնման պլանը փոխվել է, գնման ձևը փոխվել է եւ հրատապ գնում ուղիղ պայմանագիր մեծ անձից։ Դա է մանիպուլյացիան։ Ցեղասպանության պատմամշակութային թանգարան ինստիտուտի վերանորոգման աշխատանքները ստեյց պնդում են, որ գումարները հատկացվել է 15 կետի, գնումների մասի կետով 15-ով ֆինանսական միջոցների առկայության պայմանով է մրցույթ հայտարարվել։ Էս է մանիպուլյացիան։ Թե գնման առարկայի տեսակը, որ արանքում փոխվում է, մրցակցությունը խախտվում է, որպեսզի քաղաքացիները եւ մասնակիցները չկարողանան մրցակցության մեջ մտնեն եւ այնտեղ կա նաեւ այլ փուլեր, բանակցությունների փուլ, Բարզ մրցույթ, թափանցիկություն, հրատապ գնում ուղիղ պայմանագիր գնաց, մրցակցությունը տեղ կորավ։ Էս է ամբողջը։ Խեք դուք մանիպուլյացնում եք, ես փաստերով կարող եմ խոսել։ Բերում ստայ մեր ներկայացված իրական առաջ քաշված բերած փաստերը խեղաթյուրելով փորձում եք մեր ասածները առ ոչինչ անել, այդպես չի կարող լինել։ Ես փաստարկված կարող եմ օրինակներ բերել մեծ թվեր գումարների մասին, որ իբրև թե դու պարտավոր ես որպես պետական մարմին կամ համայնքային մարմին կամ ինչ-որ կազմակերպություն նախորդ պլանավորես ձեր բյուջեն եւ գնման պլանը, բերեք համադրենք նախկին հիմնարկների գնման պլանով ինչ գնման ձև է իրականացվել եւ գնման պլանները տարվա մեջ քանի անգամ է փոխվել հատապ գնման պայմանով։ Այսի բերեք վիճակագրությունը բացակ նայենք, որ հասկանանք 14 օրից կարողանանք բարձաբանել։ Ստեղած էր ասածը։